Իրանը հաստատել է երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և բասիջ ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի զոհվելու մասին լուրերը։ Փետրվարի 28-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Լարիջանին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհված ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր։ Անդրադառնալով Լարիջանիի սպանությանը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի քաղաքական համակարգն ամուր կառուցվածք ունի և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ կառուցվածքի ընդհանուր գործունեության վրա։ Իր հնարավոր թիրախավորման մասին հարցին ի պատասխան Արաղչին նշել է, որ ցանկացած մարդ կարող է թիրախ դառնալ։ Նա շեշտել է, ԱՄՆ-ն և Իսրայելը որևէ խտրականություն չեն դնում։ Նրանք թիրախավորել են տասնյակ հիվանդանոցներ, դպրոցներ, բանկեր, գիտնականների և քաղաքացիական անձանց։ Իրանցի պաշտոնյաները շարունակում են աշխատել հանուն երկրի շահերի և պատրաստ են նաև անհրաժեշտության դեպքում իրենց կյանքը զոհել, հավելել է դիվանագետը։ Լարիջանիի սպանությանն ի պատասխան Իրանը կասետային մարտագլխիկներ կրող հրթիռներով թիրախավորել է Թել Ավիվը և Ռամաթ Գանը։ Զոհվել է 2 մարդ, Իսրայելում ընդհանուր զոհերի թիվը հասել է 14-ի։ Անօդաչուներով թիրախավորվել է Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, որի հարևանությամբ հրդեհ է բռնկվել։ Իրանական արգ է ընկել նաև Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի ռազմաբազայում։ Հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ ԱԹՍ-ներ են որսացել նաև Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում։ Իսրայելն էլ հերթական անգամ հարվածել է Բեյրութին, ըստ Լիբանանի իշխանությունների երկրում զոհերի թիվը գերազանցել է 900-ը։ Իսկ Իրանում պատերազմի 19 օրվա ընթացքում ավելի քան 1300 մարդ է զոհվել։ ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի երկայնքով բունկերներում գտնվող իրանական հրթիռային օբյեկտների հարվածելու մասին։ Իրանն ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացրել է, որ Բուշեր ատոմային էլեկտրակայանի տարածքում արգ է ընկել։ Վնասներ չեն արձանագրվել։ ԱՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսին կրկին առավելագույն զսպվածության կոչ է արել միջուկային աղետի վտանգը կանխելու համար։ Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությունը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի նախագահը և Գերմանիայի կանցլերը։ Իլհամ Ալիևը և Ֆրիդրիխ Մերցը կարծիքներ են փոխանակել ստեղծված իրավիճակի և Հարավային Կովկասի վրա դրա հնարավոր ազդեցության շուրջ։ Մերցը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և շեշտել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար։ Երկու ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարները և Ադրբեջանի ու Եվրամիության հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև։ Քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։ Բայրամովն ընդգծել է, որ կարևոր է ավարտել Իրանի կողմից Նախիջևանի տարածքում ԱԹՍ-ների հարվածների հետ կապված հետաքննությունը, ինչպես խոստացվել է։ Իրանը նախկինում հերքել էր Նախիջևանին հարվածելու մեղադրանքները։ Զրույցի ընթացքում դիվանագետներն ընդգծել են ռազմական գործողությունների ժամանակ քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից խուսափելու, տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հնարավորինս արագ դադարեցման և առկա դժվարությունները դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ Իրանում տիրող իրավիճակի ֆոնին Բաքուն հերթական հումանիտար օգնությունն է ուղարկել։ 82 տոննա օգնությունը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ-ն ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի ղեկավար Միգել Դիազ-Կանելին։ Շատ ամերիկյան լրատվամիջոցներ շարունակում են հրապարակել նման կեղծ տեղեկություններ, քանի որ շարունակում են ապավինել ստախոսներին, որոնք ներկայանում են որպես տեղեկացված աղբյուրներ, գրել է Ռուբիոն X-ում։ Ավելի վաղ New York Times-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելին, սակայն մտադիր չէ փոխել կղզու քաղաքական համակարգը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Կուբան շատ վատ վիճակում է և Վաշինգտոնը շուտով ինչ-որ բան կձեռնարկի կղզու հետ կապված։ Մարկո Ռուբիոն էլ նշել էր, որ Կուբայում շատ խնդիրներ կան և ղեկավարությունը չգիտի ինչպես դրանք լուծել։ Նա շեշտել էր, երկրում հարկավոր է նոր ղեկավարություն։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։